Եթե Գյումրու բժշկական կենտրոնի հարակից տարածքը չլիներ, հայտնի չէ, թե դեռ ինչքան ժամանակ էր ձգձգվելու և համապատասխանատյաններում դռնից դուր ուղարկվելու Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի նոր մասնաշենքի կառուցման ու տարածքի տրամադրման հարցը։ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի և առողջապահության նախարարության համաֆինանսավորմամբ ծրագիրը նախատեսվում է ավարտին հասնել 240 օրում։ Ավերակները քանդվեցին, մաքրվեցին, հարթեցման աշխատանքները կատարվեցին, հետո չափագրումներ կատարվեց, որից հետո նոր սկսվեց շենքի կառուցումը, այսինքն դա հունվարի սկզբներից կարելի ասել է աշխատանքները եղել է, ինչքան որ եղանակը թողել է, որից հետո նոր արդեն եղանակի բարելավման հետ մեկտեղ սկսվել են մնացած աշխատանքները։ Մենք արդեն տեղադրել ենք պանելային աշխատանքները, իսկ այժմ կատարվում է մեր պատերի վերին շերտի բետոնալացման աշխատանքները, որից հետո այս շաբաթ կվերջացնենք պանելային բոլոր աշխատանքները։ Բացի բետոնալացման աշխատանքների զուգահեռաբար կատարվում է նաև ներքին հարդարման հատակի հարթեցման աշխատանքները։ 450 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառույցը բաղկացած կլինի 37 սենյակից։ Այս շաբաթ անպայման կվերջացնենք ծածկի աշխատանքները, այսինքն պանելները բոլորը տեղադրված կլինեն շենքի վերևի մասում։ Շինության կտուրը կապելու հետ մեկտեղ նախատեսվում է իրականացնել բակի բարեկարգման աշխատանքները, թեև դրա մաքրման ասֆալտապատման գործը հիմնականում կազմակերպվում է կառույցի շինաշխատանքների ավարտից ու շինաղբի հեռացումից հետո, սակայն եղանակային պայմաններից ելնելով դրանք ժամանակից շուտ կմեկնարկեն, ասում է Աշոտ Շաբազյանը։ Արդեն ավարտին է մոտենում նաև շուրջ 4220 քառակուսի մետր ընդհանուր տարածքի պարսպապատման գործընթացը։ Ցանկացած բժշկական կենտրոն երկու մուտք դա պարտադիր է, նաև ապահովության առումով է պարտադիր, ուրեմն հրշեջ առումներով է նաև պարտադիր։ Մենք ունենալու ենք և Շարատայլյանից և Չայկովսկի կողմից, երկու կողմից էլ մուտք ունենալու ենք։ Դրան գումարած ուրեմն շենքը որպես կառույց ինքն էլ կունենա տարբեր կողմից և վարչական մուտքեր և աշխատանքային մուտքեր, Ինչպես շինարարների, այնպես էլ պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի տնօրեն Աշոտ Շաբազյանի վստահեցմամբ միահարկ կառույցը լինելով տիպային կհամապատասխանի ժամանակակից չափորոշիչներին։ Նոր պաթոլոգոանատոմիական լաբորատորիան և դիահերձարանն ապահովված կլինեն բժշկական նոր սարքավորումներով ու գույքով։ Ի դեպ, հատկացված գումարը միայն շենքի կառուցման համար է նախատեսված, իսկ գույքի ձեռքբերումն իրականացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ։ աշխատանքներ են տանում,
տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, տարբեր նախարարությունների հետ, որպեսզի շինարարական ավարտին, երբ որ շենքը արդեն ավարտվեց, այդ ժամանակ ուրեմն գույքով ապահովի, այդ ձեր ասած սառնարաններով դիակի պահպանման սառնարան է, հետո բժշկական սարքավորումներ են, հետո ատոր, սեղան, գրապահարան, այսինքն ամեն ինչով հասցնենք Դիապահպանման հարցը եւս կգտնի լուծում։ Գյումրու նոր պաթոլոգանատոմիական լաբորատորիան կունենա ոչ պակաս սպասված սառնարաններ։ Դրանց հարցը կկարգավորվի առողջապահության նախարարության աջակցությամբ։ դիակի պահպանման սառնարան ընդհանրապես մենք չենք ունեցել, ոչ Շիրակի մարզում, կարամածել Հայաստանում մի քանի տեղեր նոր տեղադրվել են, նախկինում չի եղել։ Հիմա այդ առումով առանձնահատուկ է լինելու, որը շատ անհրաժեշտ է։ Դրանք գումարած լաբորատոր հետազոտման համար շենքային պայմանները բնականաբար հարմարեցված է ներկայությամբ բոլոր չափորոշիչներին։ Շինարարների խոսքերով ամեն ինչ արվում է շինարարությունը նախատեսված ժամկետներում ավարտին հասցնելու նպատակով։ Պաշտոնական բացումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։